Փաշինյանի հակաեկեղեցական արշավը ծայրահեղական երանգներ է ստանում։ Ասաման ուրախությունը պարգևեց ինձ։ Հայ առաքելական եկեղեցում պատարակների ժամանակ հնչող քարոզն ու ծայրահեղական իսլամի դրսևորումները նույն հարթության վրա է դնում Նիկոլ Փաշինյանը։ 2020 թվականից ի վեր Հայաստանի գրեթե բոլոր եկեղեցիներում պատարակների քարոզների ժամանակ հնչում են քաղաքական, ես կասեմ ռադիկալ տեքստեր։ Դուք գիտեք հիմա իհարկե հույս ունեմ կոռեկտ կհնչի իմ համեմատությունը, բայց նաև դուք գիտեք, որ աշխարհում շատ երկրներում կա նաև ծայրահեղական իսլամի դրսևորումներ, որոնց դեմ համաշխարհային հանրությունը, միջազգային հանրությունը ստիպված է պայքարել։ Ոչ մի դատական ակտով չհիմնավորված, անմեղության կանխավարկածը ոտքի տակ տվող հիմնավորումներով Փաշինյանը հանրայինի եթերում ըստ էության հայտարարել է, որ հոգևորականները գնդակահարություններ են պլանավորել Հայաստանում, իսկ ինքը իր գործողություններով կանխում է ծայրահեղականության այդ դրսևորումները։ Այսինքն մեր խնդիրն ինչ է, թողել որ այդ ծայրահեղականության դրսևորումները գնալով շատանան, պլանը դառնա իրագործելի, գնդակահարության մասին սպառնալիքները դառնան գնդակահարություններ, որ հետո ասեն, բա պետությունը ուր էր, բա ուր էր նայում պետությունը։ Գուգարած թեմի առաջնորդ Հովնանի եպիսկոպոս Հակոբյանը Հայլուրի հետ զրույցում հրաժարվում է լսել, հասկանալ, առավել եւս մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Այդ մարդը ամեն ինչ հիմարություն ասած պատրաստ է խոսելու։ Եթե լուրջ բան եք ասելու, ասեք, եթե ոչնչությունների ժամանակ չոն համադրելու։ Նիկոլ Փաշինյանը սրբապղծություն է համարում եկեղեցու խորանը քաղաքական քարոզների համար օգտագործելը։ Աստվածաբան Նիկողոս Հովհաննիսյանը համաձայն է, միայն թե նրա խոսքով եկեղեցու խորանից քաղաքական տեքստեր երբեք չեն հնչել։ Երբևէ եկեղեցու խորաններից բացի ազգապահպանությունից եւ հայրենասիրության քարոզումից որևէ քաղաքական տեքստ չի հնչել եւ երբևէ որևէ մեկը, որևէ մի հոգեվորական չի ասի, այ գնացեք սրան ընտրեք կամ նրան մի ընտրեք։ Ինչն է քաղաքական ռադիկալ տեքստ համարում Նիկոլ Փաշինյանը։ Հայ առաքելական եկեղեցում քարոզվող հայրենասիրությունն է ստիպել վարչապետին համեմատություն անել ծայրահեղական իսլամի հետ։ Եկեղեցու քարոզը, որը մշտապես եղել է հայրենասիրության մասին, ազգայինի մասին, հայապահպանության մասին, որը մշտապես եղել է ընտանիքի պահպանության մասին, խոսվել է սիրո մասին։ Եթե կարելի է սա որակել որպես ծայրահեղ իսլամիզմ, ուրեմն այդ մարդը ընդհանրապես ոչ կապ ունի հոգևորի հետ, ոչ կապ ունի հայ առաքելական եկեղեցու հետ, առավել եւս այդ մարդը կապ չունի ծայրահեղ իսլամիզմի հետ։ Նիկողոս Հովհաննիսյանի կարծիքով եկեղեցական քարոզները Փաշինյանի ջղերին են ազդում, որովհետև քահանաները, նաև ինքը վեհափառը, հաճախ են խոսում արցախցիների Արցախ վերադարձի իրավունքի մասին։ Եթե վեհափառը խոսում է Արցախի մասին եւ Արցախի ժողովրդի տունդարձի մասին, սա ձեր կարծիքով քաղաքական է։ Մարդկանց հիմնարար իրավունքների պաշտպանությունը քաղաքական ծայրահեղականություն է, ըստ Փաշինյանի։ Չի հասկանում աստվածաբանը։ Քաղաքականը ըստ նրա իշխանականների պատարակներին խոչընդոտելու փորձերն են։ Եկեղեցին սարքել են մի վայր, որտեղ որ կարող են գնալ քաղաքական խմբով եւ ասել, այ գիտես ինչ է հոգեվորականին, դու այսօր պատարակ չես կարող անել, այն մյուսը կարող է անել, դա արդեն իսկ абսուրդի ժանրից է։ Դա հենց իսկ քաղաքականություն է։ Փաշինյանը հայ առաքելական եկեղեցին օտարերկրյա պետություն է անվանում մեր պետության մեջ։ Եկեղեցին չի կարող լինել պետության մեջ։ Եվ ընդհանրապես ես ասել եմ, որ չի կարող լինել պետության մեջ։ Եվ մենք նախորդ շրջանում ցավոք տեսել ենք անընդհատ դրսևորումներ, որ եկեղեցին ոչ միայն փորձում է դիրքավորել փաստացի առանց դրա մասին հայտարարելու որպես պետության մեջ, այլ որպես օտարերկրյա պետության մեջ։ Ինքը ուղղակի խառնել է Վատիկանը մայրաթորի հետ։ Դե որովհետև Վատիկանին են ասում պետության մեջ, իսկ մեր սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից։ Փորձագետների համոզմամբ հակաեկեղեցական արշավը բարոյագիտական զրույցներով փաթեթավորած Փաշինյանը վերջին հարցազրույցով փաստացի հաստատել է, որ ունի մեկ նպատակ՝ հնազանդեցնել եկեղեցին։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։
Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։